սիրելի հետևորդներ, հարազատներ եւ ընկերներ, սիրելիներս, ուրախ եմ նորից միանում եք ինձ։ Այսօր բոլորիս ծանոթ բուրգիներն եմ պատրաստելու, անուշաբույր կարմրաթուշիկ բուրգիները, սիրելիներս, մի տարբերությամբ, կարծում եմ բաղադրատոմսը բոլորդ ունեք, բոլորդ պատրաստում եք, մի տարբերությամբ, որ ես այս բաղադրատոմսում բուրգիների միջուկը պատրաստելու եմ և խորիզով տարբերակը, և կաթնաշոռային տարբերակը։ Կպատրաստենք, կտեսնենք, կհայտնեք ձեր կարծիքները, սիրելի ընկերներ, երկար բարակ չխոսեմ, անցնենք պատրաստմանը։ Դե ինչ, անցնենք։ Եվ այսպես, սիրելի ընկերներ, կաթը արդեն տաքացված գոլ վիճակում է, ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք, որ շաքարավազը լուծվի կաթում, քաղցրիկ բուրգիներ ենք ստանալու, լուծվեց, ավելացնում ենք ներողություն արևածաղկի ձեթը, մի փոքր սա էլ ենք խառնում, ավելացնում ենք ձուն, սա էլ խառնում ենք, ավելացնում ենք փխրեցուցիչը, չնայած նրան, որ մենք խմորի չենք օգտագործելու, բայց սա էլ եմ ավելացնում, կես թեյի գդալ, ավելացնում եմ վանիլին, շաքարային, անուշ համոհոտ հաղորդելու համար, ցանկացած բաղադրիչ ավելացնելուց լավ խառնում ենք, որ մերվի կաթի հետ, ավելացնում եմ խմորիչը, մինչև ես ալյուրը պատրաստեմ, կհասցնի խմորիչը մի փոքր ուռչի, խառնեմ, թողնեմ հանգստանա, կարծում եմ մերվեց, կթողնեմ կհանգստանա, կավելացնենք ալյուրը և կհունցենք, ավելացրեցի ալյուրը և կխառնեմ ձեռքերով, լավ կհունցեմ, այսքան ալյուրը կարծում եմ քիչ է լինելու, ավելացնելու եմ նորից, տեսնում եք, սիրելի ընկերներ, արդեն հունցել եմ պատրաստը մեր խմորը, ստացվելու է այսպիսի խմոր, ոչ շատ պինդ, ոչ շատ ջրիկ, միջին խտության, անպայման ես 2 անգամ հետ եմ հունցելու, նոր սկսենք պատրաստել մեր կարմրաթուշիկ բուրգիները, վերջ։ Սիրելի ընկերներ, տեսնում ենք, արդեն հասունացել է մեր խմորը 2 անգամ հունցելուց հետո, հիմա կտեղափոխեմ սեղանին, կգնդեմ, կթողնեմ մի հատ էլ այդպես կհասունանա, պատրաստել եմ արդեն մշակենք խմորը, հացա ես կբաժանեմ գնդերի, սեղանին տարածեք մի փոքր ձեթ, ալյուր չանեք, կաթով խմորը կծանրանա, հիմա կփորձեմ հավասար գնդերի բաժանել, հետո կգնդենք, կտեղավորենք
Հավայի մեջ կհասունանա, կձևավորենք, կատնաշորով մեր կրեմային զանգվածը պատրաստ է, առանձին հոլովակով կցուցադրեմ մեջտեղը լցնելու համար, խորիզով տարբերակն էլ առանձին հոլովակով կներկայացնեմ ձեզ։ Հիմա սրան կգնդեմ, հետո նոր մնացած խմորի հետը կաշխատենք։ Արդեն ձեռքերով եմ աշխատում, առանց ձեռնոց։ Այսպես, գնդեր կանենք, թողնենք կհասունանա, լավ մեծանա, մի 2-3 անգամ այս չափսից ավել կմեծանա, այսպիսի գեղեցիկ գնդեր, կանենք կտեղավորենք, այսպես գեղեցիկ գնդեր ենք անում, իրարից հեռու ենք դնում, որովհետև մեր աճելու տեղ ունի, մեր խմորը մեծանալու տեղ ունի, այսպես անենք, կոմպլետ գնդեր, գեղեցիկ։ Հիմա պատրաստ վիճակում արդեն կներկայացնեմ, կթողնենք մի փոքր կհանգստանա, կմեծանա, մեջտեղում անցք կանենք, բայց միանգամից ամբողջությամբ չենք բացի, որովհետև այդ անցքի մեջ տեղավորել ենք մեր կատնաշորը, այդ զանգվածը պատրաստված, զանգվածի այդ կատնաշորային զանգվածի մեջ ձույ է գնացել, շաքարավազ, վանիլին, լավ հարել եմ ձեռքի հարիչով, կլցնեմ ընթացքում կցույց տամ ձեզ։ Սիրելիներս, տեսնում եք, արդեն փորձում է ակտիվանալ խմորը, հիմա կդնեմ ջեռոցը, բայց ոչ եփվելու նպատակով, կհասունանա, հետո կձևավորենք։ Տեսնում եք, սիրելի ընկերներ, լավ հասունացել է մեր բուլկիները, այսպես վերցնում ենք բաժակի օգնությամբ, ձեռքի տակ ինչ կունենաք, որպեսզի այսպեսի հատվածներ մեջտեղում բացենք, կարող եք մի փոքր իմ նման ձեթ հոտել, որ չկպչի խմորին, որ մենք կարողանանք կատնաշորային զանգվածը տեղավորենք մեջտեղում։ Մի փոքր էլ մատերի օգնությամբ կանենք, որ չբարձրանա, տեղ ենք բացում։ Անցքը բացենք, հետո մատերի օգնությամբ այսպես։ Այս ընթացքում հարգելի հետևորդներ, ընկերներ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի նորությունների դեպքում իսկույն ձեզ մոտ կա իմ տեսահոլովակները, տեսնեք, փորձեք, ինչու ոչ, դուք էլ բաղադրատոմսեր առաջարկեք, պատրաստեմ, ցուցադրեմ։ Սիրելիներս,
Այս մեկը այսպես կլցոնենք, մյուս թավայում խորից կպատրաստենք, եթե ոչ հատիկավոր հատիկներ կլցնենք վրան։ Կատնաշորային զանգվածը ես արդեն տեղավորել եմ սննդային տոպրակի մեջ։ Հիմա կլցոնենք։ Հիմա մի փոքրիկ ծայրամասից կկտրեմ։ Տեսնում եք։ Այսպես։ Հետո սիրուն գեղեցիկ կարմիր գույն փայլ ստանալու համար ձուն կքսենք վրան և կտեղափոխենք նախորոք տաքացված մեր ջեռոցը, սիրելիներս։ Թխելու եմ 180-ից 200 աստիճանի տակ, վերև ներքև ծրագրով, ինչպես միշտ։ Հատուկ չեմ նշում ջերմաստիճան, քանի որ բոլորիս գազօջախները տարբեր են։ Մեկինը ուժեղ է, մեկինը թույլ է, հստակ չեմ ասում, ինչպես բոլորի մոտ ալյուրների տարբերությունը, այնպես էլ գազօջախի։ Այսպես գեղեցիկ տարածում ենք ձուն վրան։ Սա այսպես կթողնեմ։ Հաջորդը կտեսնենք կամ քունջութի սերմ շաղ կտանք, կամ մակ տեսակի հատիկներ։ 4 սերմ հաստատ կտարածենք։ Ահա, սիրելիներս, տեսնում եք, հեսա շատ սիրուն, գեղեցիկ, կարմրաթոշիկ, լցոնված կատնաշորային զանգվածով, հետաքրքիր բուրգիներ ենք ստանալու։ Կատնաշորային զանգվածն էլ շատ հետաքրքիր համ ունի։ Նշեցի, որ կատնաշորի մեջ ձույ եմ գցել, շաքարավազ, վանիլին, առանձին տեսահոլովակով կցուցադրեմ։ Ահա։ Այսպես։ Տեղափոխում ենք հիմա ջեռոց։ Տեսնում եք։ Ահա և վերջ, սիրելի ընկերներ, տեսնում եք մեր բուրգիները, կարմրաթուշիկ, համեղ, հոտը անուշ, շատ գեղեցիկ բուրգիներ են ստացվել։ Հիմա համներ կտեսնենք, տեսնում եք ինչքան փափուկ, անուշ, շատ թեթև բուրգիներ ենք ստացել մեր աշխատանքից։ Մնացածն էլ կհանեմ, կտեսնեք արդեն։ Դե ինչ սիրելիներս, ձեզ մաղթում եմ բարի դիտում, սիրեք և եղեք սիրված, սերը գեղեցկացնում է, և հոգիները, և արտաքինը, ինչու ոչ։ Պատրաստեք, հաճելի պահը դուք էլ զգացեք, դե ինչ սիրելիներս, մենք էլ գնանք սուրճ ըմպելու, հաջողություն։